Հա, ես գիտեմ Ռուզանասրել։ Ես անձնական կարծիքով ասացի, որովհետև դա այլ Ես մեկում ապեր Պապոյանը կա, որ այդ գեատը մեից հարցնում ենք, այդ կարատ է տատոսեք, մեկ էլ խուզացյան Իրանի գազի հետ կապված, բայց դա այդ ժամանակ լայվ չկար։ Մեկ ձայնը տալու են մեկ տեխնացուի, արգելի գործընկերներ, իհարկե չեմ ասի, որտեղ հա գաղտնի քվեարկությունը բոլոր դեպքերում։ Ձեր կուսակիցները Աբովյանում հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, կողմերից մեկը ծեծի հետ կապված է ինչ-որ բաներ, ահազանգեր հիշում են մեկի հետ կապված, որը ծեծի է ենթարկել մյուսը հայոյանքներով է աչքի ընկել, ինչպես է գնահատում այս միջադեպը եւ ինչ եք կարծում, արդյոք պետք է նրանց կուսակցությունից հեռացվելու հարցը դառնա ձևակցությունում քննարկման առարկա։ Տեսեք, մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք, ես իհարկե տեսել եմ մամուլի հրապարակումները, նախ իրավական, քրեաիրավական եւ իրավապահ մարմինները պետք է բարձրեն եղելությունը եւ մեղավորները, եթե այդպիսի կան, համապատասխան օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել այդ ամեն ինչը եւ կուսակցական կարգապահության տեսանկյունից մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են եւ գործում են եւ եղել են էլի այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, երբ որ մենք կուսակցությունից օրինակ մարդկանց ենք հեռացրել տարբեր պատճառներով Վիլեն Գաբրելյանի մենք հա, բայց ինքը մանդատը արել Վիլենը, Գաբրելյան մենք որևէ գործողություն չենք արել, բայց նկատի ունեմ այդ երկու մեխանիզմով պետք է գնանք առաջ եւ երբ որ կլինեն որոշումներ մեր մասով կուսակցության, դրա մասին իհարկե Հայկ Կոնջորյանը ասում է, որ ինձ դիմել են եւ ըստ օրերի դիմել է երբ որ հետ կապված չորը այսպես պատմությունների հետ կապված եւ ինքը ասել է, որ ես այդ առողջությամբ գործ չունեմ։ Սա նորմալ է, երկխմբակցության ղեկավար լինելով հանդերձ ինքը այսպես բարձրացնի վիճակում է թողնում։ Լավ չասկացա հարցը ճիշտ ասած։ Ըստ լուրերի, երբ Հայկ Կոնջորյանին դիմել են, որ իր եղբայրը ով է դիմել։ Երևի այդ ով որ այդ Ես ամենավին տեղյակ չեմ այդ մանրամասներին։ Ամեն դեպքում չպետք է քայլել գործակել, որ տեսեք, Հայկ Կոնջորյանն է, մեկ ուրիշը մեկ ուրիշն է։ Հիմա բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարևաններ, ընկերներ, եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել կամ իր նկատմամբ են հանցագործը, պետք է լինի պատիժ եւ Կոնջորյանի մեղավորությունը ստեղ փնտրելը ես կարծում եմ, որ պարզապես էթիկայի կանոնագիրքը նաեւ հարազատների համար է սահմանում վարքականոնի ինչ-որ բան։ Այսինքն ոնց հարազատ։ Հիմա եթե իմ հարազատը գնա ինչ-որ մեկի մտեղ սխալ բանանի, մեջ հայտնվի եթե կլինի կուսակցականի հանդեպ, կուսակցականը ինչ-որ բան Ժորժան տարբեր հարցեր եք տալի, հարցը Կոնջորյան Հայկի մասին էր, ես ասում եմ Հայկը ինչ կապ ունի այստեղ, ավետի մասին, արդեն ասեցի կլինեն համապատասխան պրոցեսներ, եթե արդյունքը կլինի, ձեզ կտեղեկացնեմ դրա մասին, չեմ հասկանում Կոնջորյանը կապ չունի, սա նշանակում է, որ նրա փոխնախագահի պաշտոնում մնալու հարցը չի էլ վերանայվի, չի էլ քննարկվի։ Արգելի գործընկերներ, ես չեմ հասկանում, թե դուք ոնց եք մեկը մյուսի հետ կապում իրականում հարցերը, ասում եմ կա քրեա իրավական գործընթաց, եթե կլինի մեղավորություն որևէ մեկի, քննիչներ, դատախազներ, դատավորներ այդ հարցը կլուծեն։ Կուսակցական մասով կլինի պրոցես, եթե որևէ կուսակցական խախտել է մեր կանոնադրությունը, կուսակցության վարչության ընդունած այլ որոշումներ, այդ թվում կարգապահական էթիկայի կանոնագիրքը, ըստ այդմ էլի կլինեն որոշումներ։ Հիմա մենք մեղավորության կանխավարկածով որոշել ենք, որ Հայկ Կոնջորյանը ինչ-որ բանում մեղավոր է, ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Ես հարց էի տալիս, ոչինչ չէի։ Չէ, ես էլ ասում եմ, որ ես չեմ կարծում, որ դա այդպես է, որ Հայկ Կոնջորյանը հիմա մենք ունենք հիմքեր նույնիսկ ենթադրել, որ ինչ-որ բանում մեղավոր է։
Այսքան դեռ պատմության մեջ է հայտնվել եղբայրը, կոռուպցիոն Ժորժան, քննարկման առարկա եթե եղբոր քննարկման առարկա դառնալ ժողովուրդը բարձի, որ իր այդ եղբայրն էլ է մեղավոր, դրա մասին խոսեք, բայց հիմա օդից ենթադրություններ են կանում, որ այդ մարդկանց ազգանունները նույնն են, իրանք էլ իրար հետ բարեկամ են, ուրիշ չգիտեմ ինչ եղբայր են անկեղծ ասած, ես Ավետին առանձին գիտեմ, որպես Ավետ Քոնջորյան, թեկուս։ Դες համարի ընդունել եք այս ամեն ինչ ինչ տեղի ունենում։ Ես ասացի ընդունել է, Դե ձեզ կոնկրետ հարցնեմ, ձեզ նորմալ։ Իմ համար ցանկացած բռնություն կամ էթիկայի կանոնագրքի խախտում ընդունել չի։ Պապիկյանը տեղ համակրում, լավ հլկազներ արած